Այսօր 20-րդ մեր հարցն է եւ հարցը այսպես ավելի շատ պատասխան չի ակնկալում, կան այսպիսի ռետորական հարցեր են կոչվում, որոնք Տեր Հիսուսը տվեց, բայց պատասխան չէր ակնկալում լսողներից, ուղղակի իր հոգեվիճակն էր արտահայտում այս հարցը եւ հարցը հետեւյալն է. մինչեւ երբ պետք է ձեզ հետ լինեմ։ Իրականում մի քիչ ավելի խիստ է, երբ որ կարդանք համատեքստը, ոչ թե հարցնում է մինչև երբ ձեզ հետ պիտի լինեմ, այլ եթե կարդանք Մատթեոս 17:17, գրված է. Հիսուսը պատասխանեց եւ ասաց. ով անհավատ ու մոլորյալ սերունդ, մինչև երբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև երբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Եվ այսօր խոսելու ենք այս Տեր Հիսուսի այս ինչ ասեմ, հոգու պորտկում ասեմ, հոգու ճիչ են ասում, բայց մի քիչ ճիչը չի ասում Տիրոջը, բայց հոգու ճիչը հասկանում եք, ինքը ինչ որ բան ասեց, որ կարծես թե ասեց մինչև երբ, ինչքան, եւ պիտի հասկանանք ինչ էր տեղի ունեցել, որպեսզի հասկանանք ինչու էր Տերը այսպես խիստ արտահայտվում, ով մոլորյալ եւ անհավատ սերունդ, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև երբ պիտի ձեզ հանդուրժեմ։ Եղել էր հետեւյալը, համատեքստը նա էր, որ մի մարդ, դա այդ այլակերպության լերը հիշում եք, երբ որ այնտեղից իջնում են, գալիս են տեսնում են, որ մի մարդ իր լուսնոտ դիվահար որդուն բերել էր աշակերտների մոտ եւ աշակերտները չէին կարողացել բժշկել եւ երբ որ մոտեցավ, վիճաբանություն էր տեղի ունենում եւ փարիսեցիները վիճաբանում էին, այնտեղ շատ գրած չի ինչ էին վիճաբանում, բայց ամենայն հավանականությամբ կարծես վեճ էր գնում, բա ինչու չկարողացաք, գուցե սրա մասին էին վիճում, որովհետև հաստատ այդ թեմայով էր վեճը եւ ավելի մանրամասն գրված է այդ հարցն էլ կրկնվում է Մարկոսի ավետարանում, իմիջիայլոց 3 ավետարաններից էլ ընթերցելու եմ այս նույն պատմության տարբեր դրվագներ, Մարկոսի ավետարան 9-րդ գլխում է, որպեսզի համատեքստը հասկանանք, 14-ից 29 ընթերցենք, եւ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջ հավաքված մեծ բազմություն եւ դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։ Իսկույն ամբողջ ժողովուրդը նրան տեսնելով անակնկալի եկավ եւ ընդառաջ վազեց նրան ողջունելու։ Հիսուսը դպիրներին հարցրեց. «Ինչի մասին եք վիճում նրանց հետ»։ Ժողովրդի միջից մեկը պատասխանեց ու ասաց. «Վարդապետ, քեզ մոտ եմ բերել իմ որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի եւ համրացել է, որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս եւ նրա բերանից փրփուր է դուրս գալիս, ատամներն է կրճտեցնում եւ փայտանում է, քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։ Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Ով անհավատ սերունդ, մինչև երբ եմ ձեզ հետ լինելու, մինչև երբ եմ ձեզ հանդուրժելու, նրան ինձ մոտ բերեք»։ Եվ նրան իր մոտ բերեցին, հենց որ ոգին Հիսուսին տեսավ, անմիջապես ցնցեց տղային եւ նա անկավ գետնին, թավալվում էր ու բերանից փրփուր էր դուրս գալիս։ Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքան ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից»։ Շատ անգամ նրան նաեւ կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորստյան մատնի, բայց եթե կարող ես մի բան անել, գթա մեզ եւ օգնիր։ Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ, հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։ Այդժամ տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տեր, օգնիր իմ անհավատությանը»։ Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն եւ նրան ասաց. «Համր ու խուլ ոգի, ես քեզ հրամայում եմ, դուրս արի նրա միջից ու այլևս չմտնես նրա մեջ»։ Եվ ոգին աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով դուրս եկավ, եւ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան եւ ոտքի կանգնեցրեց, եւ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին,
Մենք ինչու չկարողացանք անել նրան, եւ նա ասաց նրանց. այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով։ Ահա ամբողջ համատեքստը, եւ շատ հետաքրքիր է Տերը սկզբից որ գալիս է ու տեսնում այդ վիճաբանությունը, տեսնում է խնդիրը ինչի համար են վիճում, ասում է մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, այն մահամերձ տղայի բժշկության ժամանակ, երբ հայրը գալիս է խնդրում է, որ Տեր Հիսուսը գնա բժշկի, խոսքեր կային գրված, ես այսօր կարդացի, ուղղակի նշումներից մեջ չնշեցի, հիմա զգում եմ, որ դա պիտի ասեմ, ասում էր, մինչև նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա։ Այսինքն ձեզ պետք է նշան ու հրաշք տեսնել, որ հավատաք։ Բայց միևնույն ժամանակ այս մարդուն ասում է, եթե հավատաս, ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ Գիտեք, նաև ուզում եմ մենք այս պատկերը ամբողջացնենք, որովհետև այս հարցը մեզ է վերաբերվում։ Մենք ուզում եմ, որ այս պատկերը ամբողջացնենք նաև աշակերտներին ներգրավելով, աշակերտների հավատքն էլ կարծես չհերիքեց եւ չկարողացան բժշկություն անել եւ Տեր Հիսուսը սովորեցնում է, ասում է, իսկ մենք ինչի չկարողացանք։ Դու կարողացար, մենք ինչի չկարողացանք ու խոսում է ծոմի ու աղոթքի մասին, ասում է, այս տեսակ կա, որը ինքը միանգամից չի դուրս գալիս։ Տեսակ կա, որը պահանջում է ժամանակ, որը պահանջում է աղոթք, ծոմ, այլ խոսքերով ասած, եթե մենք հասկանանք ինչ է տալիս մեզ աղոթքը եւ ծոմապահությունը, մենք կհասկանանք ինչի նկատի ուներ Տեր Հիսուսը։ Աղոթքն ու ծոմապահությունը ոչ թե մեզ դարձնում է հոգևոր սուպերմեններ կամ սուպերհերոսներ, չէ։ Աղոթքն ու ծոմը նպատակ ունի մեզ ավելի մտերմացնելու Աստծուն։ Աղոթքի ու ծոմի ժամանակ մենք ավելի ենք մտերմանում Աստծուն, երբ որ ավելի ենք մտերմանում, մենք այս աշխարհը, ծոմապահության իմաստը հիշում եք, այս աշխարհի ցանկությունները մերժելով, ճնշելով, մենք հոգևորի մեջ ենք վարժվում, այսինքն ծոմը դա մարդիկ կան, չգիտեմ, տարբեր ծոմեր են պահում, բայց ծոմը Աստվածաշնչում դա կերակուրից քեզ զրկելն է։ Երբ որ քո ստամոքսը շատ է քեզ ստիպում, որ դու ուտես, դու ծոմի ժամանակ կարողանում ես քո ստամոքսի ցանկությանը իշխել եւ ասել ոչ։ Ես ունեմ ծոմապահության ժամանակ, իմ ժամանակը կավարտվի, իմիջիալոց այն մարդիկ, ովքեր տեղի են տալիս, միշտ կա արդարացումը, չգիտեմ, գլուխս է ցավում, էս է լինում, այն է լինում եւ դադարեցնում են։ Եթե առողջական լուրջ խնդիր չկա, եթե դուք ստամոքսի պահանջով դադարեցնում եք ձեր ծոմապահությունը, ուրեմն դա ծոմապահություն չի։ Դուք չկարողացաք ֆիզիկական ցանկությունը ճնշել եւ խորանալ հոգեվորի մեջ, որովհետեւ ծոմը միայն չուտելը չի, ծոմը հոգեվորի վրա կենտրոնանալն է։ Եվ աղոթքով ու ծոմով, այսինքն երկարատև պայքար, այսինքն դուք պիտի հոգեվորապես ամրանաք, աճեք, որ կարողանաք դա անել։ Եվ ահա աշակերտներին էլ ենք բերում այս ընդհանուր պատկերի մեջ, ուրեմն կա տղան, որ ունի բժշկության ազատագրության կարիք, կա հայրը, որ դե տղան, գիտեք, դիվահար, մեկ գալիս են, ասում են իմ մեջ դև կա, ասում են որտեղից, ասում են այսինչ քարոզիչն է ասել, եթե ունես հիվանդություն, ունես դև, կամ չգիտեմ, գալիս են, ասում են ես վատ տրամադրության դև ունեմ, կամ չգիտեմ, գլխացավի դևին հանիր, դա աստվածաշնչյան չի, եւ իսկական դիվահարը, որ նկարագրվում է Աստվածաշնչում, ինքը այնպիսին չէր, որ Տեր Հիսուսը ասեր իր այդ խոսար, ասեր գիտես ինչ կա, եթե հավատք ունես կբժշկվես։ Չէ, հոր հետ էր խոսում, որովհետև տղան ինքը իր կամքը ամբողջությամբ դևերի իշխանության տակ էր։ Անկամ դիվահարի հետ Տեր Հիսուսը ուրիշ տեղերում որ խոսում է, մարդը չի պատասխանում իրեն։ Դևերն են պատասխանում։ Եվ որպեսզի տղայի մասին որոշակի բաներ իմանա, հորից է հարցնում։ Ասում է, երբ է եղել, ինչ է լինում, մի խոսքով, մի քիչ հարցուփորձ անում եւ հորն է ասում, տեսեք, ասում է, եթե հավատաս, հնարավոր է։ Ողորմիր մեզ, գթա մեզ, եթե հավատաս հնարավոր է, ասում է, չեմ ճիշտ ասած, պատասխանը շատ հետաքրքիր է, ասում է,
օգնիր իմ հավատությանը, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը, այսինքն այլ խոսքերով ասած, ուզում եմ հավատալ, բայց իրականում հավատքս չի հերիքում։ Եվ գիտեք, աշակերտներն էլ հավատքի խնդիր ունեին, այս մարդն էլ հավատքի խնդիր ունեին, այն վիճաբանողներն էլ հավատքի խնդիր ունեին, որովհետև մինչև չտեսնեին, չէին հավատել։ Ես կարծում եմ, որ Տեր Հիսուսի այս ազատագրությունից հետո այդ բոլոր վեճերը դադարեցին, որովհետև չեմ հիշում, այս 3 հատվածներից որի մեջ էր գրած էր, որովհետև ասում էին Աստված մեծ բաներ է անում, այդպիսի մեծ գործեր չէին տեսել։ Եվ դադարեցին, բայց Տերը ուրիշ բաներ ուզում։ Հիշում եք Թովմասին ասաց դու տեսար եւ հավատացիր իրեն նրանց, որ չեն տեսնի եւ կհավատան։ Մինչև երբ պետք է ձեզ հետ լինեմ։ Տեր Հիսուսը այս խոսքով ասում է լավ, կգա ժամանակ ես կվերցվեմ, բայց այդ վեճերը ո՞նց եք լուծելու։ Ո՞նց եք լուծելու, ես հիմա գալիս եմ ու կանեմ այս ազատագրությունը եւ այս վեճը կդադարի, բայց այդ վեճերը ո՞նց եք լուծելու։ Մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ։ Եվ գիտեք, մենք շատ խնդիրներ ու վեճեր կարող ենք ունենալ իրար հետ կամ մյուս հարանվանությունների հետ կամ, չգիտեմ, այսօր մի հատ տեսանյութ եմ դիտել, որ այս կանդրադառնամ հատուկ այդ տեսանյութին ու կզգուշացնեմ, ինչ որ մեկը իրան հայտարարում է, որ ինքն է Քրիստոսը ու զգուշացեք, Աստվածաշնչում հատվածը գրել եմ իմ մոտ Հովանու թղթերի մեջը, տեսնեմ, որպեսզի հստակ լինի, շատ պարզ գրած է, որ գալու են մոլորեսնողներ եւ այո, առաջին Հովանու 2:18-ից 26 հատվածն եմ գրել, ասում է էլ ով է ները, այսինքն բազում ներեր են գալու, ներ հակաքրիստոսներ, Քրիստոսին հակառակներ, այդ պարտադիր չի եմ վերջին, թեկուզ ինքը ասի էլ, որ ես եմ վերջին ամենամեծ հակաքրիստոսն եմ, բայց Աստվածաշունչը ասում է շատ խաբե բաներ են գալու, մոլորեսնողներ են գալու են ներեր եւ այստեղ հստակ գրած է, ասում է նա ներն է, որ ուրանում է հորը եւ որդուն։ Ով է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Եվ ես իր խոսքերի մեջ հենց այս բառերը լսեցի, Քրիստոսը ասում է, ես եմ Քրիստոսը, Հիսուսը չի։ Եթե տեսնում եք, եւ շատ հավատացյալներ մոլորվելու են, որովհետեւ ինքը այդպես խելագարի պես չէր խոսում, շատ adekvat, մտածող մարդ էր, շատ տրամաբանական, շատ եւ հստակ խոսում էր եւ ես լսում էի ու ասում էի, որ շատ քրիստոնյաներ, որոնք Աստվածաշունչ չեն կարդալու, եթե չգնան այս մարդու հետևից էլ, որովհետև շատ քչերը երևի կգնան, բայց անգամ եթե չգնան էլ, իրենց մտքում կասկածներ են ընդունելու, որովհետև իր խոսքը կասկածի մեծ զորություն ուներ։ Դրա համար մենք պիտի կարդանք։ Գիտեք, Տեր Հիսուսը հարց է տալիս, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ։ Գալի ամ մի պահ ես երկրի վրա չեմ լինելու, բայց ժամանակ ինչ եք անելու։ Եվ մոլորյալ ու անհավատ սերունդ ասելով, ինքը հենց տալիս է, չմոլորվեք ու չկորցնեք ձեր հավատքը։ Այո, հնարավոր է աշակերտների պարագայում, որ բերեն մի հատ հիվանդի ու մի անգամից չլինի այդ բժշկությունը, հնարավոր է։ Չկորցնեք ձեր հավատքը։ Եթե դուք բախվում եք ինչ-որ դժվարության, որը չեք կարողանում անեք, պիտի անեք որպես Քրիստոսի աշակերտ, բայց չեք կարողանում անել, դա կլինի ինչ-որ մի բժշկություն, դա կլինի ազատագրություն, դա կլինի մեղքի դեմ պայքար, բնավորության դեմ պայքար, ծառայության մեջ որոշակի նվիրում, չեք կարողանում անել, չկորցնեք ձեր հավատքը, չլսեք մոլորեսնողներին, չլսեք, նայեք ինչ է ասում Տիրոջ խոսքը, որտեվ հավատքը լսելուց է, լսելը Քրիստոսի խոսքից։ Նայեք Քրիստոսի խոսքերին, ծոմ ու աղոթքի նվիրվեք։ Երբ որ ինչ-որ մի պատի եք բախվել, որը անսահման մեծ է թվում ձեզ եւ մտածում եք, սա մենք չենք կարող հաղթահարել, պատկերացնում եք աշակերտների իրավիճակը։ Եկել էին, մոտեցել էին, ասում են դե բժշկի։
Դե եթե դուք ճիշտ եք, բժշկություն թող լինի։ Չհիասթափվեք։ Ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ Հավատքի խնդիր ունես, խնդրի իրեն։ Հավատքի խնդիր ունես, նվիրվիր ծոմապահությանն ու աղոթքին։ Թակիր այնքան, մինչև կբացվի։ Արդյոք սա չէր սովորեցնում մեր Տերը։ Ինչ որ մի բան է սկսել ու չի ստացվում, բայց դու հաստատ գիտես դա Տիրոջ կամքի մեջ է։ Որոշում ես կայացրել, բայց չես կարողանում դեռ իրագործել, բայց հաստատ գիտես, որ Տերը ուզում է։ Ու կողքից այս դպիրների պես մարդիկ կարող են գան ու ասեն, բա ուր է քո Աստվածը։ Բայց եթե դու ճիշտ ճանապարհի վրա ես, բա ուր է։ Չլսես մոլորեցնողներին։ Չթողնես, որ որևէ մեկի քննադատության կամ ծաղրի կամ չգիտեմ հարցերի կասկածը գա ու քեզ համոզի, թե Տերը քեզ թողել է, թե դու նրան չես պատկանում։ Մի բան կարա քեզ հեռացնի Աստծուց, երբ որ դու կամավոր կերպով գնաս մեղքի ճանապարհով։ Մեկ պատնեշ կա մարդու եւ Աստծու միջև։ Եսայա մարգարեն 59-րդ գլխի իր մարգարեության 59-րդ գլխի առաջին երկու խոսքերում ասում է Աստծու ձեռքը չի կարճացել ձեզ օգնելուց, ոչ էլ նրա ականջն է ծանրացել, որ լսի ձեզ, այլ ձեր անօրենություններն են պատնեշը։ Ծոմ ու աղոթք։ Ցույց տուր ինձ Տեր, որտեղ է մեր խնդիրը։ Ցույց տուր ինձ Տեր, որպես եկեղեցի մենք ինչ խնդիրների ենք բախվել։ Ցույց տուր, որ որպես անհատ հավատացյալ հաջորդ մակարդակը իմ քո ծառայության, իմ աճի որն է, որ քո զորությունը, քո նշաններն ու հրաշքները գործեն մեր ծառայության մեջ, ինչն է խանգարում, ցույց տուր ինձ Տեր, ծոմ ու աղոթք։ Հաղթանակներ կան, որ տրվում են, երբ որ եկեղեցին միաբան է։ Հաղթանակներ կան, երբ որ խոսքը մաքուր է, գալիս են այդ հաղթանակները։ Հաղթանակներ կան, երբ որ մարդը դառնում է կարգապահ, օրինակ սկսում է կարգապահ ընթերցել Աստվածաշունչը, կարգապահ աղոթել, կարգապահ եկեղեցի հաճախել, այդ հաղթանակները գալիս են, բայց հաղթանակներ կան։ Ցեղ կա, որ դուրս չի գալիս ուրիշ ոչ մի բանով, բայց միայն ծոմով ու աղոթքով։ Այսինքն մենք պիտի առաջ գնանք։ Մենք պիտի հաղթահարենք, մենք պիտի հաղթանակենք եւ մենք պիտի նվիրվենք այս պայքարին։ Մինչև երբ եմ ձեր մեջ հրաշքներ գործելու, ասում է Տերը, ժամանակն է, որ դուք հավատաք եւ դուք աղոթեք։ Ղուկասի ավետարան 9-րդ գլխում ասացի, որ 3 ավետարաններից էլ կարդալու եմ, 41-42 խոսքերում Հիսուսն ասում է. ով անհավատ եւ մոլորված սերունդ, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ եւ հանդուրժեմ ձեզ, այստեղ բեր քո որդուն։ Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց եւ նրան իր հորը տվեց։ Պատմությունը կրկնվում է, բայց ես 9-րդ գլուխը կարդացի, որպեսզի կարդամ 10-րդ գլուխը։ Այսինքն այս իրադարձություններից հետո 10-րդ գլխի առաջին 9 խոսքերում այն պատմությունն է, որ աշակերտներին 70-72 աշակերտներին 2-2 ուղարկում է։ Եվ ասում է, ես ձեզ ուղարկում եմ, այս խոսքերն է այնտեղ գրած, հունձքը շատ է, մշակները քիչ։ Հետո ասում է, ձեզ ուղարկում եմ իբրև գառներ գայլերի մեջ։ Հետո, երբ որ վերադառնում են, հիշում եք, նախ ասում է ինչ քարոզ են, քարոզությունը կրկին Աստծո արքայությունը մոտեցել է վերնագիր ունի եւ վերադառնալն է շատ հետաքրքիր, երբ որ վերադառնում են 17-րդ խոսքում ասում են Տեր, այն աշակերտները, որ ասում էին իսկ մենք ինչու չկարողացանք հանել այդ դևին, ինչու չկարողացանք անել այդ բժշկությունը, ասում են Տեր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ Տեսնում ենք աճը։
Բայց Տերը այս խոսքերին ասում է, ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին եւ թշնամու ունեցած ողջ զորությունը եւ ձեզ ոչինչ չի վնասի, բայց մի ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Ահա սիրելիներ, հավատքն է մեր փրկության հիմքը։ Եվ կարող են բժշկություններ լինել, կարող են ազատագրություններ լինել, եւ Տերը տալիս է այդ իշխանությունը իր աշակերտներին։ Բայց մեր ուրախության պատճառը անգամ պիտի դրանք չլինեն։ Մեր պարգևների դրսևորումը մեզ չպիտի հպարտացնի, այլ պիտի մենք ուրախանանք այն հավիտենական փրկությունով, որ Տերը շնորհել է մեզ։ Եվ մենք իրար հետ պիտի նվիրվենք այս աճին, որը Տերը ասում է, ծոմով ու աղոթքով։ Եվ ես կարծում եմ, որ մենք որպես եկեղեցի պիտի շեշտադրենք սա։ Եվ այո, ես գիտեմ, որ մենք ամեն ամսվա առաջին 5 շաբթին ծոմապահության օր է մեր եկեղեցում եւ մենք դա անում ենք ամեն ամիս, բայց երևի թե այս տարի մենք մի քիչ թերացանք եղբայրներով, նախորդ տարի մենք պարբերաբար մի քանի օրով դուրս էինք գալիս ծոմապահության, այս տարին մի փոքր թերացել ենք, բայց հաջորդ տարի թե եղբայրներով, թե քույրերով, քույրերը, որ Աստվածաշնչում ասում է մի քիչ տկար անոթ են, դրա համար չենք ուզում շատ ծանրաբեռնել, ովքեր կարողանան, բայց կարծում եմ, որ մի քանի օրյա ծոմապահությունների այդպես մենք եղբայրներով արել ենք եւ մասնակիցներ եղել են, այստեղ էլ կան, եթե չեմ սխալվում, բայց ամեն դեպքում պիտի շեշտադրենք սա, ծոմ, աղոթք, հոգեվոր առանձնացում պիտի ունենանք այսպիսի օրեր, որ Տերը խոսի մեզ հետ, որ Տերը մեզ տանի մեր ծառայության հաջորդ մակարդակին, եւ սա պիտի անենք եւ որպես եկեղեցի եւ որպես անհատներ։ Եվ Տիրոջ այս հարցը մինչեւ երբ եմ ձեզ հետ լինելու, ձեր մեջ մնալու, այսինքն գալի է ժամանակ, որ ես վերցվելու եմ, բայց այն ժամանակ ինչ եք անելու։ Դուք հավատք պիտի ունենաք։ Իսկ եթե կա հավատքի խնդիր, ապա ծոմն ու աղոթքը գալիս են մեզ օգնության։ Փառք Աստծուն Տիրոջ հարցերի համար եւ փառք Աստծուն այս թեմաների շուրջ խոսելու այս հնարավորության համար, որ մեզ աղոթքի թեմա է եւ մտորելու թեմա։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քո խոսքի համար եւ քո հարցերի համար եւ գիտենք, որ մենք բոլոր պատասխանները չունենք, բայց ուզում ենք քո հոգով դու պատասխանես այս հարցերին եւ նաեւ մեզ տաս իմաստություն, որ մենք հասկանանք քո տված հարցերի նպատակը Տեր։ Ահա խոսիր մեր սրտերին եւ ամեն մեկից ցույց տուր, թե այս արտահայտությունը, քո այդ ցավը, որ ունեիր քո սրտում, քո այդ անհանգստությունը, որ ունեիր եւ անգամ հանդիմանությունը, որ դուրս է գալիս քո շուրթերից, տուր մեզ, որ դաս քաղենք եւ քո խոսքերը փոխակերպեն մեր կյանքը։ Խոսիր մեր սրտերին, խոսիր քեզ սիրող, քեզ փնտրող յուրաքանչյուր քո զավակի սրտին եւ թող մենք քո աշակերտների պես մի օր ուրախանանք, որ հոգեվոր պարգևները զորավոր կերպով գործում են մեր ծառայության մեջ, բայց նաեւ ավելի ուրախանանք, որ մեր անունները որպես քո աշակերտներ գրված են երկնքում։ Ողորմիր մեզ Տեր եւ առաջնորդիր քո հոգով, որ այս ամենը իրականություն դառնա։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։